Ռեալը նոր պապա ունի, United-ը պլենդուզից ներքև այշնում, Բետիսի հեքիաթն ավարտվեց, Անտոնին լեգենդ չի, Միլանը նոր փրկիչ ունի, Ռոնալդուն ոնց որ գնում է Ամերիկա մի ամսով։ Մինչև Ռոնալդուն որոշում է մասնակցել թե չէ աշխարհի ակումբային առաջնությանը, ես հստակ որոշել եմ ու պատրաստում եմ այս հաղորդումը ձեզ համար։ Ողջույն։ Իսկ ձեզնից պահանջվում է ընդամենը բաժանորդագրվել, լայքել ու զանգակել։ Լայքելը պարտադիր, բայց մաքուրով։ Դու լեգենդ չես, ապեր, դու լեգենդարն ես։ Միայն քեզ է հաջողվել մեկ մրցաշրջանում կորցնել 2 գավաթ։ Կոնֆերենցիաների լիգայի եզրափակչի առաջին խաղակեսում Չելսին, կներեք արտահայտությանս, բայց չուլ էր։ Եկեք մի հատ վայելենք Իսկոյի պասն ու Էզալզուլիի գոլը։ Moveu isco, atravessou aqui, bola o Ezalzuli! Բետիսը ճախրում էր դաշտում, նրանք անում էին այնինչ ուզում էին, նրանք հավատում էին, որ հեքիաթը իրականություն է, նրանք կարծում էին, թե կարմիր գլխարկը իրոք տատիկին կարկանդակ էր տանում, իսկ գայլը առանց այլևալությունների նրան կերել է ու մեկ էլ Chelsea vai levar com o Palmer, cruzamento é bom, Enzo! Ah lá, protegeu bem, fez o giro, o Palmer levantou, James Hall, deu tapa, ficou pro Sancho na área, Jadon Enzo por dentro, Caicedo! Չէի ուզում ասեի, բայց Բետիսին ջարդու փշուր արեցին։ Նրանք ավելի հաճախ էին գոլ խփում, քան Հնդկաստանում երեխա էր ծնվում։ Ինչքան լավ էր սկսել։ Բա Փալմերը ինչքան լավ խաղաց, նա 2 գոլային փոխանցում կատարեց, չնայած որ գարնանային հատվածում համարյա ամբողջ, այս տեսքն ուներ։ Օրո, մի հատ ծիտ բռնեի գոնե։ Ինքան էր սենց նստել, մինչև սառեցրել էր, մի քանի ամիս պահանջվեց, որ տաքացնի ու հետ գա։ Օ, ինչ հետաքրքիր տեղ ես դրել բանդ, մեծա չէ։ Գաղտնիք չեմ բացի, եթե ասեմ, որ կոնֆերենցիաների լիգան եք ընդամենը հաղթել, մի քիչ համեստ։ Մնում էր Կուկուրելյանն էլ Անտոնիի մասին երգեր ու վերջ։ Չէ, նրանք սրան արժանի չէին, ինչ եք անում լեգենդի հետ։ Շատ տխուր էր համայն աշխարհի ֆուտբոլային լեգենդը, նա անկեղծորեն ներկայացրեց, թե ինչու եզրափակչին վերադարձավ են անհաջողակ Անտոնին։ Ինձ արդարացում չկա, ես շատ վատ խաղացի, ես շատ լխտիկ էի, բայց դրան պատճառ կա։ Խաղից առաջ երբես Չելսիի ֆուտբոլիստները եկան, դե իրանց են Անգլիայից ենք դեռ ճանաչում։ Տեսնեմ, հատկապես են Էնցո Ֆերնանդեսն ու Փալմերը մի տեսակ թարս են նայում, քմծիծաղում են ու հասկացա, որ ինչ որ բան են մոգոնել ու պատկերացնում եք գնացել Իսկոին ասել էին, որ ես ժամանակին Գառնաչոյին շոպլիկություն էի անում, հետույք էի մտնում, որ Ռոնալդուի հետ լավանամ, այդ ենց դեպրեսիայից չկարողացա խաղալ։ Մանչեսթեր Յունայթեդը Եվրոպա լիգան պարտվելուց հետո Ամորիմի գլխավորությամբ խոստացավ եւ որոշեց, որ ամեն ինչ նորեջից է սկսելու, բայց կրկին պարտվեց։ Բարսային պարտվեցիք։ Չէ, հա։ Կարող է Պարի Սեն-Ժերմենին։ Էդ էլ չէ։ Լավ, գոնե Նյուքասլին։ Չէ։ Օրո, չլինի ասիացի աստղերին եք պարտվել։ Այստեղ են խելագարվում է, Սանչոին էր ուզում հետ բերեր, բայց անգլիացին ասել է, որ չի ուզում հեռանալ Չելսիից անգամ եթե 44-րդը լինի։ Obviously you're very close with Alejandro. Are you hopeful that he could end up staying at the club or do you not know? Յունայթեդում այնքան լարված է մթնոլորտը, որ անգամ երիտասարդ Ամադ Դիալոյի նյարդերը տեղի տվեցին։ Բայց երիտասարդ ֆուտբոլիստը հայտնել է, որ չի զղջում այս արարքի համար, քանի որ ներկաներից մեկը նրան հայհոյել է, այն փիսերից, 7 հարկանիներից։
Ոչ, ես չեմ փոշմանում, քանի որ նա ինձ ասաց, որ մայրիկիս ապշահար է արել։ Իսկ ամեն ինչի պատճառը խաղն էր ընկերական ասիացի աստղերի հետ, որը United-ը պարտվեց 1-0 հաշվով։ Մինչև էդ էլ Գառնաչոն էր նման ժեստով աչքի ընկել։ Ինչ էր անունը, հա, fuck, United-ը fuck-ի մեջ է։ Ախպեր, սրան մի բացատրություն կա։ Դու հաստատ ֆուտբոլիստների աշխատավարձը կամ նենց ես կրճատել կամ ընդհանրապես չես տալիս, որ չեն ուզում խաղան։ Կացի։ Հիմա առաջարկում եմ ծանոթանալ մի քանի ֆանտաստիկ լուրի, որից հետո Ալոնսոյի մտքերից մի քանիսը առանձնացրել ենք եւ իհարկե Ռոնալդուն է մեր եթերում։ Ֆիլ Ֆոդենը նոր մասնագիտություն է սովորում, որովհետև մարդ ես կարող է վնասվածք ստանա բահո տաքսի չի քշելու։ Սկոտ Մակտոմինեյը այնքան էր տարվել տոնակատարությամբ, որ ծխում, խմում ու ներքևի նկարում մի գողտրիկ անկյունում լևի էր գնացել։ Հարցին թե ով կպայքարի ոսկե գնդակի համար, Paris Saint-Germain-ից Դեմբելեն ասաց ես, Բարսելոնայից Յամալն ու Ռաֆինյան, Ռեալից Մբապեն, իսկ երբ հերթը ասավ Ինտերին, Հենոն բրդեց Դենզել Դումֆրիսին, ասելով, թե բա ինչ վատ արձակվող ես, որ Յուվենտուսի ակադեմիայի շինարարությունը Հայաստանում մեկնարկած է։ Թուրինում հուսով են, որ 10 տարի հետո պայմանական 10-ամյա Հենդոն կգնա իրենց մոտ ու կհանի խորը անդունդից։ Մաքսիմիլիանո Ալեգրին պաշտոնապես դարձավ Միլանի գլխավոր մարզիչը, այս մասնագետը շատ հաջողություններ է հասել հենց Միլանի Յուվենտուսի հետ, բայց նրան հիշում են որպես ստրիպտիզ պարող։ Կլինի արդյոք հերթական չքնաղ մենամերկապարը, թե ոչ չգիտեմ, բայց եթե նա էլ չկարողացավ Միլանին կարգի բերել, ապա վախենամ պետք կլինի այդ ակումբը փակել, ինչքան էլ դաշանա։ Նախորդ թողարկմանը նշեցինք, որ FIFA-ի նախագահ Ջանի Ինֆանտինոն ցանկանում է Ռոնալդուին տեսնել աշխարհի ակումբային առաջնությանը։ Ահա հիմա էլ տեղեկություններ են տարածվել, որ մի քանի ակումբներ, որոնք մասնակցելու են այդ մրցաշարին, ցանկանում են Ռոնալդուին տեսնել իրենց թիմում մի ամսով։ Short term fun, էլի։ Պորտուգալացուն իրենց կազմում են ցանկանում տեսնել մեքսիկական Մոնտերեյը, որտեղ խաղում է Ռամոսը, Ալ Հիլալը, Ալ Նասրի ողերին թշնամին ու Վուդադը Մարոկոից, որին ոչ մեկ չի գիտի։ Հիմա Ռոնալդուն նստած գցում ու բռնում է, թե ում գցել, ում բռնել։ Ալոնսոն պաշտոնապես Մադրիդի Ռեալի գլխավոր մարզիչն է, ես առանձնացրել եմ մի քանի դրվագ նրա մամուլի ասուլիսից, ամենահետաքրքիրը նախաբանն էր։ Ես շատ մեծ հպարտություն ու պատասխանատվություն եմ զգում այս աշխատանքին անցնելով, անհամբեր եմ, թե երբ եմ սկսելու այս նոր էջը։ Համաձայն եմ, ամենահետաքրքիրը չի։ Դե ուրեմն թող Բելինգեմի մասին պատմի։ Նա երբ եկավ Ռեալ, միանգամից ահռելի ազդեցություն ունեցավ թիմի խաղի վրա։ Նա անկյունակարային խաղացող է լինելու մեզ համար։ Պրոբլեմատիկ Վինի ու Մբապեի մասին ինչ կասի Ռեալի նոր պապան։ Ահա որ բախտավոր պետք է լինես նման ֆուտբոլիստներ կազմում ունենալու համար, նրանք տարբերություն են ստեղծում ու մենք ամեն ինչ պետք է անենք, որ նրանց համար լավագույնը գտնենք դաշտում։ Քեզ երևի ոչ մեկ չի ասել, բայց ես ասեմ, շատ ծանր գործ ես բռնել ընկեր։ Մի խոսքով ըստ Ալոնսոյի եկող մրցաշրջանում Ռեալը խաղալու է արագաուժային, ինտենսիվ ու մաշեցնող ֆուտբոլ, որը նշանակում է նաև դիտարժանություն։ Այ դու շուն, օրծենության ուզում ես մի քիչ էլ ֆուտբոլը վայելես, հա։ Ամեն դեպքում իմ համեստ կարծիքով Ալոնսոյին Ռեալում միանգամից չեն հասկանա։ Առնվազն 2 ամիս պետք կլինի, որ Ռեալը բախտիկյան թիմից վերածվի համակարգային թիմի։ Այսքանն էլ այսօրվա համար։ Շնորհակալ կլինեմ, եթե այն բաժանորդագրվելն ու լայքելն ու զանգակելը անեք, ախր դիտողների ահռելի մասը առանց բաժանորդագրվելու են, եթե չեք անում, դա մեզ համար լավ չի լինում։ Շնորհակալ կլինեմ, եթե անեք։ Աջող։